Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, 5-րդի եթերում հարցազրույցն է այսօր իմ զրուցակիցն է Վաղարշապատ համայնքի ավականու ընտրությունների հաղթանակ դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը։ Պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ։ Երեք ձեր ամփոփիչ հավաքներ, խնդրեմ ներկայացնել արդյոք ստացակային աջակցությունը, որ ակնկալում եք ստանալ։ Միայն 3 չէ, մենք այն աջակցությունը, ինչ որ ակնկալել ենք ստանալու, միգուցե շատ ավելի լավ ակնկալվողից ամբողջ քարոզարշավի ընթացքում ենք ստացել վաղարշապատցիներից եւ գյուղական համայնքի բնակիչներից եւ էջմիածնեցիներից, ստացել ենք, որն ավելի ոգևորիչ է եղել, ավելի խթան է հանդիսացել, որպեսզի մենք քարոզարշավը ավելի լայն տեմպով շարունակենք, ավելի լայն տեմպով շփվենք վաղարշապատցիների հետ եւ իհարկե ստացվեց, երեք էլ ամփոփեցինք ամբողջ մեր քարոզարշավը, բավականին մարդաշատ քարոզարշավ հավաք տեղի ունեցավ, այո, դրա մասին փաստում են նաև տարբեր լրատվամիջոցներ, ովքեր ներկա էին, մասնակցում էին վաղարշապատցիները, ոչ թե այլ մարզերից, ամբողջ իշխանական ռեսուրսը դրված էր մեր քարոզարշավի վրա, մենք քիչ հետո կխոսենք նաև օրվա իշխանությունների քարոզարշավի ամփոփ հավաքի մասին եւ անպայման կանդրադառնանք։ Չնայած նրան, որ կարծես արդեն բոլորը տեսել են, բայց մենք էլ կանդրադառնանք, ես ինքս էլ ասելիք ունեմ։ Բայց ձեզ արդեն մեղադրում են, որ դուք արցախցիների եք բերել ձեր հավաքին։ Ասում են Արցախի դրոշ կար։ Շատ հետաքրքիր, այսպես ասած, զավեշտի է վերածվում այդ մեղադրանքները, որովհետև այնտեղ իհարկե կային Արցախի դրոշներ, եթե այնտեղ արցախցի էլ չլիներ, մենք Արցախի դրոշը մեզ հետ միշտ ունենում ենք, որովհետև Արցախը մեր հայրենիքն է, մենք երբեք չենք մոռանում ի տարբերություն օրվա ՔՊ-ական ուրացողների։ Այնտեղ մի լրատվամիջոց կար, կարծես, լոգոն միկրոֆոնից հանել էին, մարդկանց մեջ շրջում էին, հանդիպում արցախցիների, իդեպ ես այդ լրատվամիջոցի անվանում եմ անփառունակ, հարցնում են եւ ինչ-որ լրատվական նյութ են սարքել, որ արցախցիներ են, բայց եթե արցախցիները բռնի տեղահանվել են, դուք ձեր իշխանությունով Արցախը հանձնել եք Ադրբեջանին, թուրքերին, մարդիկ եկել են եւ այսօր բնակվում են, հաստատվել են Վաղարշապատ համայնքում, իրենք Վաղարշապատ համայնքի լիիրավ անդամն են, լիիրավ բնակիչն են եւ իրենք էլ ընտրական օրենսգրքով պետք է մասնակցեն համայնքի ղեկավարի ընտրություններին։ Այսինքն 1 տարուց ավել ապրում են համայնքում եւ ընտրություններին կարող են մասնակցել։ Իհարկե 1 տարուց ավել ունեն փաստացի գրանցում, մասնակցելու են համայնքի ընտրություններին, մասնակիցն են լինելու համայնքային իշխանություն ձևավորմանը եւ մենք արցախցիների հետ տարբեր հանդիպումների ընթացքում իրենց հետ ներկայացնում ենք ծրագրերը, որ մենք աջակցություն ենք ցույց տալու արցախցիների, մենք փորձելու ենք մեր լումա եւ ներդրումն ունենալ արցախցիների բնակֆոնդի հետ կապված հենց Վաղարշապատ համայնքում, որովհետեւ մենք ուզում ենք արցախցիների լավ ճանաչելով, շատ ենք ուզում, որ արցախցիները մնան եւ շարունակեն ապրել հենց Վաղարշապատ համայնքում, որպեսզի չհեռանան համայնքից։ Դուք նաև հայտարարել եք, որ արցախցիների շրջանում այս իշխանությունները աշխատանքներ են տանում, ասում են, որ դուք իրավունք չունեք ընտրության գնալու եւ այլն եւ այլն։ Արդյունք տվել է այդ աշխատանքը իշխանությունների կողմից կամ իշխանության ներկայացուցիչների կողմից։ Որոշ մարդկանց կարողացել են ապակողնորոշեն, կարողացել են խաբել, իրենց բնորոշը խաբել, իրենք ամենալավ իրենց մոտ ստացվում է խաբել։ Կարողացել են, բայց մենք որքան հնարավոր է եղել, որքան կարողացել ենք բացահայտենք նման դեպքեր, մենք այդ մարդկանց հետ խոսել ենք, ներկայացրել ենք, ասել ենք, թե իրենք որտեղ ամասային կենտրոններում են մասնակցելու ընտրություններին, իրենց անունները ցույց ենք տվել ընտրական ցուցակների մեջ եւ կարծում եմ իրենց այս խաբեությունը չի աշխատելու, արցախցիները շատ ակտիվ մասնակցել են, որովհետև իրենք մեր քաղաքական թիմի հետ, հաղթանակ դաշինքի հետ հույսեր են կապում, իրենք էլ են շատ լավ հասկանում, մեզնից շատերին ճանաչելով, իդեպ մեր թիմում շատ մեծ արցախցիներ կան, նաև ավականու մեր ցուցակում արցախցիներ կան, իրենք տեսնում են, որ մենք արցախցիների կողքին ենք եղել, կողքին ենք եւ շարունակելու ենք լինել։ Պարոն Խաչատրյան, ձեր հավաքի լուսանկարներում նկատեցի նաև եզդիների դրոշը։ Շատ աջակիցներ ունեք եզդիական համայնքից։ Շատ ունենք եզդիական համայնքի ներկայացուցիչները, բացի անձնական մեր ընկերներից նաև մեծ աջակցություն ենք եզդիական համայնքից, մեզ մոտ գյուղական համայնքներում թե Էջմիածին քաղաքում բավականին եզդիներ են ապրում, մենք մեր ծրագրերում նաև ներառել ենք եւ իրենց հետ էլ քննարկելու արդյունքում հետեւյալ ծրագիրն ենք առաջարկել, որ հայ եւ եզդի եղբայրական ժողովուրդների այս ամրապնդումն էլ ավելի ենք խթանելու ենք ամրապնդմանը, եզդի ժողովրդի մշակույթի պահպանմանը, զարգացմանը, իրենք էլ տեսնելով, լսելով մեր ծրագրերը, իրենք էլ առաջարկել են ներկայացրել են իրենց առաջարկությունները, որը բնականաբար մեր թիմի կողմից ընդունվել է եւ մենք միասնական գնում ենք դեպի
հաղթանակ նոյեմբերի 16-ին։ Իդեպ եզդիական համայնքի ներկայացուցիչներ եւս ունենք մենք մեր թիմում։ Պարոն Խաչատրյան, գյուղական համայնքների հարցը ամբողջ Հայաստանի տարածքով շատ սուր է դրված, որովհետև կարծես թե ամբողջ զարգացման տեսլականը դրվում է Երևանի վրա եւ մարզերը կամ գյուղական համայնքները դրանից դուրս են մնում։ Նշեցիք, որ ամեն օր քարոզարշավի ընթացքում հանդիպել եք գյուղերի բնակիչներին։ Այ ինչ ծրագրային դրույթներ եք իրենց առաջարկել, գյուղական բնակավայրերի մասով ինչ ծրագիր եք առաջարկել ու ինչպիսի արձագանք եք տեսել բնակիչների կողմից։ Այո, Վաղաշապատ խոշորացված համայնքում նախկինում եղել է 1 գյուղական բնակավայր Ոսկեհատը, Խոյ համայնքը միացնելով եւս 17-ն ավելացել է։ Մենք քարոզարշավի ընթացքում գրեթե ամեն օր եղել ենք 1 գյուղական բնակավայրում, զրուցել գյուղացիների հետ, փորձել հասկանալ խնդիրները, փորձել հասկանալ իրենց տեսակետները այդ խնդիրների լուծման։ Իդեպ դա շատ կարեւոր բաղադրիչ էր, որովհետև երբ որ հենց գյուղացուց էինք լսում, թե այդ խնդրի լուծումը ինչպես են առաջարկում, հետագայում ժողովրդի վստահության քվեն ստանալով մեր թիմի համար շատ ավելի հեշտ է լինելու այդ խնդիրների լուծումը եւ մենք հետագայում էլ աշխատելու ենք հենց այդ սկզբունքով։ Գյուղացիների հետ ենք որոշելու իրենց գյուղի հետ կապված ցանկացած հարց, ցանկացած զարգացման ծրագիր, ցանկացած խնդրի լուծման որևէ ուղի։ Գյուղական համայնքներում մենք հիմնական խնդիրները բարձրաձայնել ենք, ասել ենք, դրանք ջերմոցային տնտեսությունների խնդիրներն են, դրանք ոռոգման ջրի խնդիրներ են, արտեզյան հորերի խնդիրներն են։ Այս խնդիրները մեր ուշադրության կենտրոնում է լինելու։ Մենք ասել ենք, որ յուրաքանչյուր ջերմոցային տնտեսություն, փորձելով նոր ջերմոցային տնտեսություն ստեղծողին համայնքապետարանը աջակցություն է հայտնելու, այնտեղ թղթաբանության մեծ փաթեթ կա, մենք ֆինանսական բեռ ենք վերցնելու մեր վրա, որպեսզի գյուղացու համար նաև դա խթան լինի, որպեսզի եթե ունի 2000 մետր ջերմոց, 2000-ը դառնա 3, 3-ը 4, որպեսզի ընդլայնի իր բիզնեսը եւ ինքը իրապես զգա, որ համայնքը, համայնքապետարանը իր կողքին է, գյուղացու կողքին է։ Մոտիվացված կա աշխատելու։ Այո, իհարկե։ Մենք գյուղերի հետ կապված նաև ես երեք մեր ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարել եմ, ինչ աս չէի հայտարարել, որովհետև իրական հաշվարկներ ենք անում, փորձում ենք դրա իրատեսությունը հասկանալ, որովհետև մեզ համար անկեղծ սկզբունքային է եւ նաեւ պատվի հարց, եթե մենք ինչ-որ մի բան հայտարարել ենք այս ընթացքում, դա պետք է լինի իրատեսական եւ մեր թիմը դա պետք է իրականացնի։ Չենք ասել մի բան, որը չենք անելու, որը իրատեսական չէ, աբսուրդի ժանրից է, այսինքն դա պարզապես նախընտրական ուղակի խոստում տալով չենք առաջնորդվել ենք, որ թիմը մարդը եթե ինչ-որ խոստում է տալիս, պետք է անպայման այդ խոստումը իրականացնի։ Ես երեք հայտարարեցի, որ գյուղական համայնքներում աղբահանության վճար այլևս չի լինելու, գյուղացին աղբահանության վճար չի մուծելու, ամբողջը համայնքը վերցնելու է իր վրա, նաև գյուղական համայնքի մանկապարտեզներն է լինելու անվճար։ Հետաքրիր ոչ թե հետաքրիր, այլ աբսուրդային մի բան էր, միշտ գյուղացիների հետ շփվելուց մեզ ասում էին, որ ենթադրենք իրենց երեխայի հերթը հասել է, որպեսզի գնա մանկապարտեզ եւ իրենց գյուղապետարանից ասում էին մինչեւ տարիների կուտակված աղբահանության վճարը չմուծեք, ձեր երեխան մանկապարտեզ չի գնալու։ Կարծես այդ 3 տարեկան երեխայի հետ կռիվ էին անում։ Ասում էին բեր այդ փողը տուր, որ գաս մանկապարտեզ։ Երեխան ինչով է մեղավոր, երբ որ իր հայրը կամ մայրը տարիներով աղբի գումարը չեն մուծել, չէ՞ որ երեխայի մանկապարտեզ գնալը նաև ամենակարևորը երեխայի համար է, սոցիալականացման համար է, երեխայի ճիշտ դաստիարակության համար է։ Ի վերջո ծնողները միգուցե այնքան ծանր սոցիալական վիճակում են եղել, որ կոպիտ ասած բանը դրան չի հասել։ Իհարկե, քանի որ շատ այս հարցերը բարձրացվեց, մենք մեր թիմով արեցինք ուսումնասիրելով բյուջեն, արեցինք հաշվարկներ եւ հասկացանք, որ համայնքն ի վիճակի է աղբահանության ամբողջ վճարը վերցնել իր վրա եւ մանկապարտեզների հարցը եւ մենք նաեւ մյուս տարի, եթե ժողովրդի վստահության քվեն իհարկե ստանանք, 2 գյուղական համայնքում ունենալու ենք մանկապարտեզ։ Դա դաշտ համայնքն է, դա ծաղկալանջ համայնքն է լինելու գյուղական համայնքները։ Տեսեք, դաշտ համայնքի բնակիչները իրենց երեխաներին տանում են այլ մարզ մանկապարտեզ։ Տանում են Օշական, տանում են Ոսկեվազ։ Կարծում եմ սա ճիշտ մոտեցում չի, համայնքը այստեղ մեծ անելիք ունի եւ մենք իհարկե անելու ենք դաշտ համայնքում շենքային պայմաններ այս պահին չկան, պետք է նորը կառուցվի։ Իդեպ դա 1-2 խումբ է լինելու մանկապարտեզը, դա նույնիսկ համայնքի համար մեծ ֆինանսական բեռ չի լինելու։ Իսկ Ծաղկալանջում կա հին մանկապարտեզ սովետական տարիներից, անմխիթար վիճակի շենք է, հնարավոր է շենքը վերանորոգել եւ Ծաղկալանջի բնակիչները, որպեսզի իրենց երեխաներին տանեն հենց
իրենց գյուղի մանկապարտեզը ոչ ոչ թե այլ ֆինանսական միջոցներ չի պահանջում, այո, այդ բնակավայրը մանկապարտեզով ապահովում։ Ոչ, քանի ոչ, երբ որ մենք ուսումնասիրում ենք բյուջեն, հիմա խոշորացման արդյունքում բյուջեն մի փոքր էլ ավելի մեծանալու է, դա մենք հաշվարկների արդյունքում հասկացանք, որ մեծ ֆինանսական բեռ չի լինելու եւ գյուղացիներին խոստացել ենք, որ եթե մենք ընտրվենք 25 մինչև 26 թվականի ավարտը երկու գյուղում գործելու են մանկապարտեզներ։ Իսկ Վահարշապատ համայնքի մասով ընդհանուր առմամբ ինչ ծրագիր եք ներկայացրել ընտրողներին կամ ձեր պոտենցիալ ընտրողներին։ Վահարշապատի մասով մենք ասել ենք բազմաբնակարան շենքերի այն խնդիրները, որը կենսական նշանակություն ունեն, այսինքն վատ կոյուղագծերը, որտեղից կոյուղաջրերը ամբողջապես լցվում են շենքերի բակ, շքամուտքեր, այդ խնդիրները լուծելու ենք տանիքների խնդիրները, լուծելու ենք շքամուտքերի խնդիրները, իհարկե բակային տարածքների խաղահրապարակի եւ մեծահասակների համար ժամանակ անցկացնելու վայրերն ենք ստեղծելու, որը շատ կարեւոր է։ Յուրաքանչյուր 2-3 բազմաբնակարան շենք պետքա գոնե ունենա 1 խաղահրապարակ, զրուցարան մեծահասակների համար, որպեսզի յուրաքանչյուր մարդ այդ շենքում ապրող կարողանա իր ժամանակը անցկացնել։ Մենք նաև նախատեսել ենք մի շատ կարևոր ծրագիր, ժամանակի մենք քաղաքային մարզադաշտ ենք ունեցել Էջմիածնում, որը նույն տարբեր ծերունների մարզիկների, երիտասարդների, տարբեր դպրոցներում սովորող աշակերտներին, ովքեր գնացել մարզվել են այդ մարզադաշտում, բաց է եղել բոլոր Էջմիածնի բոլոր բնակիչները կարողացել են իրենց ընկերներով, իրենց բակի ընկերներով, դպրոցի ընկերներով գնան այնտեղ մարզվեն, ֆուտբոլ խաղան, վազեն։ Այս պահին դա չունենք, մենք այդ լավ բարի ավանդույթը Վաղարշապատում վերականգնելու ենք, որպեսզի յուրաքանչյուր Վաղարշապատցի կարողանա իր ընկերներով գնա մարզվի եւ ծանոթանա տարբեր սպորտաձևերի ներկայացուցիչների հետ։ Սա նաև բերում է համայնքի միասնականության, սա բերում է երիտասարդության միմյանց ճանաչելու, միմյանց հետ շփվելուն։ Կարծում եմ սա շատ կարևոր հարց է եւ մենք բնականաբար դա իրականացնելու ենք եւ իհարկե մշակութային դեմքն ենք վերականգնելու Էջմիածին քաղաքի։ Ունենալու ենք թատրոն, ես հիշում եմ տարիներ առաջ մեր քաղաքն ուներ թատրոն, իր քաղաքային թատրոնը, շատ լավ ներկայացումներ էին իրականացնում ենք երիտասարդներով, անհամբեր սպասում էինք յուրաքանչյուր հաջորդ ներկայացմանը, դա նույնպես մեզ համար առաջնային խնդիր է եւ խնդիրը ընդհանրապես մեր քաղաքի գույները ետ բերելը։ ՔՊ-ական իշխանությունները որքան էլ փորձեցին մեր քաղաքը վերածել անգույն քաղաքի, ամեն դեպքում մեր քաղաքի գույները կան մի փոքր խամրելը, մենք այդ գույները ավելի վառ ենք սարքելու։ Անդրադառնանք ԽՊ-ի ամփոփիչ հավաքին, որն այսօր է տեղի ունեցել, քիչ առաջ, այո, դեռևս ելույթները համացանցում պտտվում էին։ Պարոն Խաչատրյան, միայն էջմիածինցիներ էին մասնակցում ԽՊ-ի հավաքին։ Ինչն աչքով ընկավ։ Ձեր առաջին հերթին ինչ նկատեցիք, որ փոքրինչ զարմանալի էր միգուցե։ Համացանցում ես էլ տեսանյութերով տեսա ծանոթացա, ի տարբերություն մեր հավաքի, որ Վաղարշապատում ապրող արցախցիներն են, այնտեղ կային Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներից, Թալինից, չգիտեմ, Արթիկից, իդեպ Թալինի համայնքի ղեկավարներ էր այնտեղ եւ շատ հպարտ ասում էր, որ այսօր տոնա Էջմիածնի ազատագրման օրն է։ Երևի իրեն չեն ասել, որ 7 տարի է Էջմիածնում ՔՊ-ն է իշխանության։ Իդեպ ազատագրման օրը կլինի նոյեմբերի 16-ի երեկոյան մենք կազատագրվենք։ Ես այդ հարցով իր հետ համաձայն եմ, ուղղակի մարդկանց կանչում են միտեղ, երևի չեն ասում, չեն տեղեկացնում, փորձում են մոլորության մեջ գցել, իրենք էլ իրենց ելույթներով դառնում են ուղղակի ծաղրանքի առարկա։ Միգուցե սրտի խորքից եկող խոսք է եղել։ Միգուցե, եթե այդպես է, շատ լավ է, ես որ մենք նոյեմբերի 16-ին Վաղարշապատցիների քվեն ստանալով ազատագրենք, ես հրապարակային շնորհակալություն կհայտնեմ այդ սրտի խոսքի համար, եթե իհարկե այդպես է։ Երկար ժամանակ մամուլը գրում էր, որ Արգիշտի Մեխակյանը համոզում է Նիկոլ Փաշինյանին չգալ Էջմիածին, հաշվի առնելով ՔՊ-ի ցածր վարկանիշը, սակայն այնուամենայնիվ խոսակցություններ պտտվում էին, որ այս հավաքին Նիկոլ Փաշինյանը պետք է ներկա լիներ, սակայն վերնախավից ՔՊ-ական կարծես թե Ալեն Սիմոնյանն էր, Սուրեն Պապիկյանը եւ ՏԿ նախարար Դավիթ Ղուդաթյանը, այո։ 2 օր առաջվանից մարզպետարանից կանչում են բոլոր դպրոցի տնօրներին, դասատուներին, ստիպում, որ անպայման պետք է մասնակցել, նախ պետք է քվեարկել իրենց տեխնացուի օգտին, պետք է ընտանիքի անդամներով մասնակցել, իհարկե շատ մանկավարժներ,
մերժել են, ասել են մենք չենք գալ, ուզում եք աշխատանքից ազատեք, ամեն դեպքում մանկավարժները էլիտան են, մեր համայնքի էլիտան։ Ես վստահ եմ, որ իրանք ճիշտ որոշում են կայացնելու։ Իրենք իրենց ձայնը չեն տալու այսօրվա իշխանություններին, որովհետև հենց առաջինը դպրոցում իրենք տեսնում են այն քաղաքականությունը, թեկուզ կրթության վերաբերյալ, այն քաղաքականությունը, որ իրականացնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ ընդհանրապես այսօրվա իրենց հանրահավաքը ինձ հիշեցրեց fake պատարակ Օհանավանքում, ուրիշ ոչ մի բան։ Այնտեղ են այդ fake պատարակ մատուցողները, fake պատարակի մասնակիցները, fake սարքավակները, դպիրները, չգիտեմ, ԿՊ-ական սարքավակեր էր, մեկը դպիր էր, sense ինչ-որ անհասկանալի կերպարներ կան, բոլորն այնտեղ էին։ Իդեպ այդ ամբողջ իշխանական ռեսուրսն օգտագործելով չեն կարողացել ապահովել այնքան մարդ, որ Նիկոլ Փաշինյանը գար եւ մասնակցեր, որովհետեւ երեք եւ առաջ օր երբ մարդկանց ասել են, որ պետք է անպայման մասնակցեք, փորձել են բռնի ուժով, ասել չէ աշխատանքից կազատենք, բոլորին ասել են, որ Նիկոլ Փաշինյանն է գալու մասնակցելու։ Երևի Նիկոլ Փաշինյանին զեկուցել են, որ մարդ չի մասնակցում, երևի թե վաղարշապացիները շատ քիչ են, մնացածը տարբեր տեղերի նիկոլականներն են, ԿՊ-ականներն են եկել, որոշել է չգա եւ չմասնակցի, փոխարեն այո, եկել էին ԿՊ-ականների իրենց կուսակից ընկերներ, ազգային ժողովի նախագահներ, տարածքային կառավարման նախարարը, այս ամբողջ քարոզարշավի ընթացքում Դավիթ Խուդատյանը արձակուրդ է վերցրել ամբողջ մի նախարարություն անտերության մատնել, եկել է մասնակցելու վաղարշապատի ընտրություններին, այսօր էլ հաղորդավարի դերեր։ Ամբողջ նախ քարոզարշավի ընթացքում կարծես ԿՊ-ի հաղորդավարը լիներ, այսօր էլ հաղորդավարի դերեր կատարում այնտեղ, ձայնը տալիս էր։ Այս տեխնացուին ձայնը տալիս էր այն մի նախարարին, չգիտեմ, ներկա անձանց իրենց ԿՊ-ականներին, ովքեր տեխնացուի փոխարեն խոսք ասեին, ներկայացնեին, տեխնացուին գովեն, կարծես չստացված մի փոքրիկ տենց քեֆ լիներ, որ եկել էին իրանք իրենց գովելու, իրենք իրենց գովեցին, գնացին, դրանից ոչ մի բան չստացավ վաղարշապատին եւ հակառակը նոյեմբերի 16-ին վաղարշապատին իր քվեով այնպես է անելու, որ ոչինչ չստանա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Նշեցիք, որ սպառնացել են մարդկանց աշխատանքից ազատել այսօրվա ԿՊ-ի ամբողջ հավաքին չգալու դեպքում, այնուամենայնիվ մոտավորապես որքան մարդ էր հավաքվել, Հովանավանքի պատարակի չափ գոնե մարդ կար։ Մոտ այդքան, մոտ ես ասեցի, ինձ հիշեցեց fake պատարակը, այս ամբողջ իրենց իշխանական ռեսուրսով կարողացան Օհանավանքի պատարակի չափ մարդ հավաքել։ Ընդ որում ուրիշ մարզերից։ Իհարկե ուրիշ մարզ, վաղաշապացիները շատ քիչ են եղել են ուրիշ մարզերից, դա տեսանյութերը կա, այդ տեսանյութերով բոլորս տեսնում ենք։ Կա նաև նկարներ հավաքի ամենաթեժ պահին, թե քանի մարդ է մասնակցում, ինչ աստիճան է լեցուն է Կոմիտասի անվան հրապարակը, սա է իրենց իսկական դեմքը, այսօր քաղաքացիական պայմանագիրը եւ իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանը իսկական քաղաքական ֆիասկո ապրեցին վաղարշապատում։ Պարոն Խաչատրյան, ես տեսա, որ ՏԿ նախարար Դավիթ Խուդատյանի, Ալեն Սիմոնյանի եւ Սուրեն Պապիկյանի կողքին կանգնած էր նաեւ հայ հոգեվորական, ճանաչում եք իրեն։ Ճանաչում եմ, շատ լավ եմ ճանաչում, նաեւ անձնապես եմ ճանաչում, կխնդրեմ այս հարցը շրջանցենք, երևի թե հանդիպենք։ Այնուամենայնիվ ձեզ համար անակնկալ էր իր ներկայությունը այդտեղ։ Կարծես թե մայր աթոռի դեմ Նիկոլ Փաշինյանի ծավալած այս պայքարը ուրիշ ակնկալիք էր տալիս հոգեվորականների մասնակցության։ Ես նույնպես այդպես եմ մտածում, բայց խնդրում այս հարցը շրջանցենք։ Պարոն Խաչատրյան, իսկ ինչ անակնկալ քայլեր եք ակնկալում իշխող ուժից։ Չէ՞ որ վաղարշապատը չափազանց կարևոր է իրենց համար եւ հատկապես Գյումրու ու Փարաքարի ընտրություններից հետո բավականին ցավոտ են տանում այս process-ը։ Հետաքրքիր մի բան ասեմ, ամբողջ քարոզարշավը ԿՊ-ականները էջմիածնի, նաև իրենց տեխնացուն ասում են, որ սա համայնքային ընտրություններ են, սա քաղաքական ընտրություններ չեն։ Ընդհանրապես կապ չունի, սա ձեր թաղամասի Բորձորի ընտրություններն են, այն մյուս թաղամասի Կոյուղագծի ընտրություններն են։ Այսօր եկան իրենց ԿՊ-ական ընկերները Երևանից եւ Վաղարշապատու էջմիածնի հրապարակում հայտարարեցին, որ սա 26 թվականի ազգային ժողովի ընտրությունների նախաբանն է։ Դուք գնում եք, սա միայն համայնքային ընտրություն չէ, սա քաղաքական ընտրություն է, ժողովուրդ ջան, գնացեք ձայն տվեք ԿՊ-ին, քանի որ իրենց կուրսակցության ղեկավարի անունից էլ էին բաներ ասում, լավ չեմ հիշում, այսինքն ամբողջապես իրենց քարոզարշավը
փլվեց, տապալվեց, այն որ իրանք փորձում էին ներկայացնել, որ սա քաղաքական չի, իրենց կուսակցական ընկերները եկան եւ հստակ ասացին, որ սա քաղաքական ընտրություն է։ Այն ինչ որ մենք ասում ենք օրեր շարունակ, որ սա քաղաքական ընտրություն է, սա տեսակի ընտրություն է, սա ազգային արժեքներ կրող անձանց եւ այդ ամենը մերժող անձերի ընտրություններ են։ Ինչքան էլ իրանք փորձեցին այս ընթացքում խուսափել ԿՊ-ական լինելուց, մարդկանց համոզեցին, ասեցին տարբեր գործեր, պաշտոններ խոստանալով ասեցին, սա ԿՊ-ի հետ կապ չունի, եկեք մեր ավականությունից, իհարկե ոմանց կարողացան համոզել, բայց այդ ոմանց իրենք խաբելու են, ոնց որ խաբել են մնացածին։ Օրինակ ոնց որ 21 թվին Խոյ համայնքում խաբել են տարբեր ընտրություններից առաջ խոստացել են, ընտրությունից հետո խաբել են շատ մարդկանց, անձնապես մարդկանց։ Եվ նույնիսկ ասֆալտը չի օգնի։ Իհարկե չի օգնելու։ Այն գիշերներով արված ասֆալտը, որ գիշերով ասֆալտին անում ժամանակ չունեն, նույնիսկ այդ ասֆալտը քերեին, որ կարողանային ճիշտ ասֆալտի վրա ասֆալտան գյուղացիները նույնիսկ այն գյուղերում, որտեղ դա արել են, այդ գյուղացիները ծիծաղում են իրանց վրա։ Ասում են ասֆալտի վրա ասֆալտը այնքան բարձր են արել, մեր մեքենաները մեր տուն չի մտնում։ Էսա իրանք նույնիսկ այդ ասֆալտը չեն կարողանում անել։ Դες բան տեսել եք, ասեն գիշեր 12-ին տեխնիկաները գալիս էր, մտնում էր, առավոտյան տելում ենք այդ տարածքում ինչ-որ ասֆալտ էր արել, կամ օրինակ Արգավանդի ճանապարհի Երևան Էջմիածնի մայրուղու ասֆալտը քերում էին, բերում լցնում Էջմիածնի փողոցներում։ Կարծում են սրանով ինչ-որ կարողանելու են վաղաշապացիների քվեն ստանալ, չեն կարողանելու ստանալ։ Այդ քերած ասֆալտը ընտրություններից հետո ես բնակիչների հետ հանդիպման ժամանակ էլ ասացի, իրենք գալու են հավաքեն տանեն, մենք կանենք նորմալ ասֆալտ, այն ասֆալտը, որը պետք է ունենա մեր վաղաշապատի բնակիչը։ Պարոն Խաչատրյան, հայկական ժամանակը տեղեկացնում է, որ ներքին գործերի նախարարության շրջիկ մեքենաները լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար տեղեկանքների տրամադրման եւ ընտրությունների պատշաճ անցկացման հետ կապված եւ այլ հարցերի լուծմանն աջակցելու համար այսպիսի հնարավորություն են տալու ընտրողներին։ Այս նորամուծությունը ինչով եք պայմանավորում եւ ինչի համար է արվում, հատկապես հավաքից հետո այս հայտարարությունը տարածեցին։ Անկեղծ ասած նորություններ, մենք նախինում նման բանից երբեք ծանոթ չենք եղել, լրացուցիչ ցուցակներում մարդիկ գնացել են անձնագրային ընտրությանով իրենց անձնագրային բաժին կամ դատարան ստացել են տեղեկանք լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար։ Երևի սա տեսան նոր կեղծիքի մեխանիզմ են մտածել, տեսան, որ իրենց հավաքը լավ չի անցնում, վաղաշապացի գրեթե չկա, վաղաշապացիների վստահություն իրենք չեն ստանալու նոյեմբերի 16-ին, փորձեցին նոր հնարք կիրառել։ Կարծում եմ սա երկար մտածված ինչ-որ մեխանիզմ է եւ անակնկալ էր սա։ Ես իրենց համար պլան B, ես կոչ կանեմ նաեւ մյուս քաղաքական ընդդիմադիր ուժերին, որպեսզի իրենց շտաբերով էլ այս ամենին հետևեն, մենք ինքներս էլ հստակ հետևելու ենք։ Սա շատ պարզ բան է։ Յուրաքանչյուր տեղամասում սովորաբար 5-6 ձայնից ավել լրացուցիչ ցուցակում 5-6 հոգու անունից ավել չի լինում, որովհետև միշտ եղել են ընտրական ցուցակները պատշաճ մակարդակի, պատշաճ ձև կազմած է եղել, այսինքն լրացուցիչ տեղեկանքով ընտրության կարիք գրեթե չի լինում։ Բայց այս պարագայում ընդդիմադիրները նույնիսկ չեն կարող վերահսկել իրավիճակը։ Վերահսկելու ենք։ Ես հիմա դրա համար ասում եմ, միշտ ընտրությունները փորձը ցույց է տվել, որ յուրաքանչյուր տեղամասային կենտրոնում լինում է 5, մաքսիմում 6 ընտրող, ով ընդգրկված է լրացուցիչ ցուցակում անձնագրային բաժնից ընտրության օրը կամ դատարանից վերցրած տեղեկանքով։ Սրանով փորձելու են իրանք, այսինքն ինչ է նշանակում, ում ուզեն տեղեկանք են տալու են ում ուզեն տեղեկանք, ասեն գնա ընտրի, չի ստացվելու, մենք սա վերահսկելու ենք։ Մենք ինքներս էլ կարանք մեր ներկայացուցիչներին փորձելու ենք ներգրավենք այդ ամեն ինչին, որպեսզի կարողանանք կոնտրոլանենք այդ process-ը։ Մենք ամեն դեպքում վաղս այս մասով քննարկում կունենանք եւ կփորձենք հասկանանք ինչ մեխանիզմներ ենք կիրառելու։ Այսինքն բացառում եք, որ նույնիսկ այս գործիքի կիրառման դեպքում ԿՊ-ն կարող է ավելի շատ ձայն հավաքել։ Իհարկե բացառում եմ, ԿՊ-ին նոյեմբերի 16-ի մեծ հիասթափություն սպասվում է, իսկ թվում է իրենք արդեն դա հասկացել են, այսօր իրենց կուսակցական վերնախավն էլ կարևորը Դավիթ Խուդատյանը երևի շատ լավ հասկացել է, որովհետև Դավիթ Խուդատյանն է վաղաշապացիների փոխարեն իրենց կուսակցությունում ասել, որ ես հստակ ձեզ ասում եմ եւ խոստանում եմ, որ վաղաշապատում մենք կհաղթենք, ինքը չհասկանալով, որ վաղաշապատը ամեն դեպքում էջմիածնիցները պատվախնդիր մարդիկ են, երբեք թույլ չեն տվել իրենց անունից որևէ մեկը խոսա։ Հիմա այս մարդը եկել է իրենց անունից խոսում է։ Ոնց խոսացել է, թո տենց էլ իրենց կուսակցական
ղեկավարներին ընտրություններից հետո պատասխան տա, ոնց որ եղավ Փարաքարում, ոնց որ եղավ Գյումրիում, այստեղ էլ իրենք իշխանազրկվելու են։ Գյումրիի սցենարն եք կրկնելու թե Փարաքարինը։ Իհարկե Փարաքարինը։ Փարաքարինը մենք ստանալու ենք վաղաշաբաթցիների 50% եւ ավել ձայն։ Պարոն Խաչատրյան, դուք նաև նշեցիք, որ նույնիսկ ԿՊԱ-ականներն են ասում, որ սա քաղաքական բնույթի ընտրություն է եւ կարեւոր է 2026-ի խորհրդարանական ընտրությունների համար։ Իհարկե, մենք մեր քարոզարշավի առաջի օրից ենք ասել, որ սա որքան որ համայնքի խնդիրներին վերաբերող, համայնքի զարգացմանը վերաբերող ընտրություններ է, հավասարաչափ սա քաղաքական ընտրություններ է, սա արժե համակարգային ընտրություններ է, մարդը վաղաշաբաթին պետք է հասկանա ում է ձայնը տալիս։ Ինչ արժե համակարգ կրող մարդկանց, ինչ արժե համակարգ կրող տեխնացուի է ձայնը տալիս։ Օրինակ տեխնացուի է տալիս, ով ունի փորձ, ով ունի կրթություն, կարողանալու է որ թիմը, քաղաքական թիմի անդամներին ճանաչում են, գիտեն, որ յուրաքանչյուրն իր գործի պրոֆեսիոնալն է։ Այդ մարդիկ ինչ ազգային արժեքների հանդեպ ինչ վերաբերմունք ունեն։ Սա պետք է անպայման վաղաշաբաթին հաշվի առնի եւ հաշվի առնելու է մեծախոսությամբ, պորոտախոսությամբ զբաղվողներին վաղաշաբաթին ձայն չի տալու։ Թող իրենք դա հստակ իմանան։ Իսկ ինչ վերաբերում է Գյումրի 2-ին, այ Գյումրի իրենք են ուզում անեն դա։ Իրենք փորձում են ամեն անգամ այդ թեզը առաջ տանել ընդդիմության հետ կապված, բայց դա իրենք են ուզում անեն, որտեղ ամեն ինչ անում են, որ հանրապետություն կուսակցությունն էլ հավաքի 4% բավարար ձայներ, որպեսզի կարողանան միանալ իրեր, որովհետև իրենք հասկանում, այո, կոալիցիայով միանան, ոնց որ եղել է Երևան քաղաքում, դա իրենք են ուզում անեն, իրենց մտքինն է, բայց դա նույնպես իրենց չի օգնելու, նույնիսկ Փակ սոցհարցումներ են անում, տարբեր թվեր են շեշտվում։ Սոցհարցումներ չեն անում իրանք, ուղղակի իրենց լրատվամիջոցներով ծիծաղելի թվեր են փորձում են ներկայացնել, որ քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը ժողովրդի մեծ վստահությունն է վայելում, փորձում բնակչության մեջ ստեղծել մի տպավորություն, որ ամեն ինչ արդեն կանխորոշված է, կպնանցած է, ձեր ձայնից ոչինչ կախված չէ։ Ես ուզում եմ խնդրել վաղաշաբաթցիներին ասել, սա սուտ քարոզչական հնարքներ են, սա կեղծիք է, ԿՊ-ի գրասենյակում մտածված, իրանց ձեռքով արվող կեղծիք է, ես ուզում եմ հստակ վաղաշաբաթին իմանա, որ իր յուրաքանչյուրի ձայնից է կախված ընտրության արդյունքները եւ վաղաշաբաթի ապագան։ Պարոն Խաչատրյան, նաև Միքայել Սրբազանն է ազատազրկման վայրից իր խոսքը ուղղել դեռևս 3 եւ գրում է մեզ համար հարազատ վաղաշաբաթ համայնքի շատ սիրելի բնակիչներ։ Լուրջ եւ պատասխանատու ընտրություն է կատարելու առաջին գիրակի, որից կախված է ոչ միայն մեր հոգեվոր մայրաքաղաքի հոգեվոր եւ քաղաքական անվտանգությունը, այլև մեր ողջ երկրի հետագա ընթացքի ուղղվածությունը մինչեւ գալիք համապետական ընտրություններ։ Այդ առումով մեր հորդորն է, որ իսեր մեր հայրենիքի ազատագրության գործող համագազգային եւ հակահայկական իշխանություններից ձեր ընտրական իրավունքի իրացման բարձր գիտակցությամբ ձեր վճռական մերժում արտահայտեք առկա խունուտային նկատմամբ։ Ընդդիմադիր ցանկացած ուժին ձեր տված քվեով ի պատիվ հոգեվոր վերածնունդ ապահովող վաղաշաբաթի։ Կարող եմ շնորհակալություն հայտնել Միքայել Սրբազանից։ Եվ ձեր խոսքը ուղղել ձեր դրողներին նաև, եթե խոսք ունեք ուղղելու վաղաշաբաթի բնակիչներին։ Իհարկե ունենք ուղղելու, ես խնդրեմ, որ վաղաշաբաթցիները շատ ակտիվ մասնակցեն, ոչ մի ԿՊ-ական, նիկոլական, քարոզչական թեզերին տուրք չտան, ակտիվ մասնակցեն քվեարկությանը այն գիտակցությամբ, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնը որոշելու է վաղաշաբաթի ապագան, իրենցից յուրաքանչյուրի ձայնից է կախված մեր երեխաների ապագան, մեր համայնքի, թե մենք ինչ համայնք ենք ունենալու 1, 2 կամ 3 տարի հետո։ Ընտրությունների մասնակցելը իրենց ընտրական իրավունքն իրացնելը ամենակարևոր բանն է այս ամբողջ ընտրական թոհուբոհում։ Ես կխնդրեմ, որ նորից մեկ անգամ քվեարկությունից առաջ մտածեն, կհորդորեմ ձայնը տալ հաղթանակ դաշինքին, որովհետև մենք մեր ծրագրերը իրականացնելու ենք, մենք մեր ծրագրերն իրականացնելու ներուժն ունենք, ամբողջ թիմային ներուժն ունենք, մենք գիտենք այդ խնդիրների լուծման ուղիները, իսկ եթե ինչ-ինչ պատճառներով իրենց ձայնը չեն տալու հաղթանակ դաշինքին, թող քվեարկեն ընդդիմադիր ցանկացած ուժին։ Ոչ մի ձայն քաղաքացիական պայմանագիր եւ հանրապետություն կուսակցություններին։ Իրենց մեկ ձայնով մեկ ձայն տալով քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը իրենք ջուր են լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին
իրենք հնարավորություն են տալիս, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իրականացնի, շարունակի իրականացնել իր հակահայկական քաղաքականությունը եւ հակաեկեղեցական։ Պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր Վաղարշապատ համայնքի ավականու ընտրությունների հաղթանակ դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը։ Դուք դիտում եք հարցազրույցը, մեր հաջորդ թողարկումը երկուշաբթի է։ Հաջողություն։